Տաղավարում ինձ է միացել Լիլիա Ամիրխանյանը, Լիլիա 26 թվականի բյուջեի նախագիծ կառավարությունը հաստատեց ու որպես տնտեսագետ օգնիր մեզ հասկանանք առաջին տպավորությունը մենք իհարկե արդեն պաշտպանական ծախսերի մասով հասկացանք, որ նվազում է, դա լավ չէ, մանավանդ հաշվի առնելով թե ուր ենք եւ ինչպիսի տարածաշրջանում ենք, բայց ընդհանուր ո՞րն էր քո առաջին արձագանքը, երբ տեսար այն, ինչ պատրաստվում են անել եկող տարի Հայաստանի փողերի հետ։ Իսկապես առաջին տպավորությունով պիտի կիսվեմ, որտեղ ավելի մանրամասն կարծում եմ մենք առիթներ կունենանք դեռ։ Առաջին տպավորությամբ սա պատրանք ձևավորող բյուջե է։ Մի քանի դրվագով, ընդհանրապես բյուջեի նախագծով նախատեսվում է 5.4% տնտեսական աճ, որը մեր տնտեսության համար բավական լավ ցուցանիշ է։ Բայց մենք այսօր հենց այսօր ամենաթարմ տվյալներով ունենք 7.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ, ունենք եռամսյակային բավական բարձր հնայի աճ եւ այսինքն այսօրվա այդ աճերը, որոնք եւս ոչ պակաս տպավորիչ ու բարձր ցուցանիշներ են, արդյոք միջին վիճակագրական քաղաքացու կյանքի որակի վրա թողնում են գոնե համարժեք դրական ազդեցությունը, որը ակնկալելի է մեր տնտեսության համար այդ տնտեսական ակտիվության ցուցանիշից։ Այսինքն ձևավորվեց լավ տնտեսական աճի պատրանքը, իսկ թե ինչ կլինի դրա ներքևում, ավելի ստորին ուրեմն հարթություններում եւ իրականության մեջ, թողնենք ժամանակին, թեև այսօր նախադեպը առնվազն այնքան էլ դրական բանի մասին չի խոսում։ Լիլիա, վերջին շրջանում պաշտոնյաները Փաշինյանական հաճախ են խոսում Ադրբեջանի Թուրքիայի գործոնների մասին, սահմանները բացվելու հնարավորություն, այն չնայած մենք Թուրքիայից լսում ենք, որ սահմանը դեռ կբացվի, երբ խաղաղություն հաստատվի, թեև այստեղից արդեն հայտարարում են Փաշինյանը պնդում է, թե խաղաղությունն արդեն հաստատել է, սա այլ քաղաքական դիլեման է, որը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, ի վերջո հաստատվել է, թե դեռ պետք է հաստատվի, կամ արդյոք կհաստատվի, եթե ելնենք նրանից, ինչ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտարարում, որ խաղաղություն երբեք չի կարող լինել, մի պատրանք էլ դա է։ Հայաստանի կառավարությունը գործող տնտեսական նաև ցուցանիշներն է կապում փաստորեն Ադրբեջանի եւ Թուրքիայի գործոնի հետ, ես ճիշտ եմ հասկանում։ Իրականում հա, ես կարող եմ նաև փոխկապակցել այդ բյուջեի նախագծի նույն պատրանքային իրավիճակ ստեղծելու, հա, այդ տպավորություն ձևավորելու քաղաքականության հետ, որովհետև այդ ցուցանիշները ինչպես են կապում, հա, օրինակ ադրբեջանական եւ թուրքական ապրանքները ներմուծվող կլինեն եւ կլինեն էժան։ Հիմա դա բերենք սոցիալական հարթություն, մենք այսօր ունենք բավական լուրջ թանկացումներ, շատ ավելի մանրամասն դրա մասին կխոսենք, բայց ձևավորվեց պատրանք այդ թվում, որ կլուծվի սոցիալական խնդիրը։